Չեմ կարող այդ նյութերի մասին խոսել, որովհետև արգելել են խոսել, չգիտեմ ինչու, չեմ կարող նյութերի մասին խոսել, գործի մասին խոսել։ Դուք մեղադրյալ եք։ Չեմ կարող այդ հարցերին պատասխանել, որովհետև օրենքով, իրենց օրենքով ինձ արգելել են այդ ամեն ինչի մասին խոսել։ Քանի որ քննչական երկու առաջնորդություն է տարածել, մենք ենթադրում ենք, որ հոգևոր ժողովի մասնակիցներն են ներգրավված, ինչպես հասկացանք։ Իմ հասկանալով էլ է այդպես, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն են։ Նոր եք, չէ՞, խորհրդի անդամ։ Դե նոր եմ, թե վաղուց եմ կապ չունի, այո, նոր եմ եւ այստեղ եմ տեսնում։ Ինչպես եք գնահատում ձեր գնահատականները։ Անսովոր իրավիճակում եք բնական։ Չեմ կարող գնահատել, այս կառույցին էլ եմ հասկանում, իրենց էլ եմ ուզում հասկանալ, իրենք էլ են ստիպված, ոնց հասկանում եմ, մեր զավակներն են, չեմ կարողանում հասկանալ եւ գնահատական տալ այս ամեն ինչը։ Ինչու է ստիպված Սրբազան։ Չգիտեմ, երևի իրենք ծառայության մեջ են, երևի դրա համար։ Ով է ստիպված։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Այս ճշտումները ձեզ դուրս կարող են տանել։ Դրա։ Ճամբար փոխել։ Իհարկե ոչ։ Ինչ անցանակում ճամբար փոխել։ Ուխտադրուժ լինել ինչպես մնացած է։ Ես ուխտ եմ արել, Իշխման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժել։ Անգամ մահի գնով։ Սրբազան ինչ ճշտում, երբ որ Սրբազանը արդեն Չատված Արման Սարյանը դատարան է դիմել իրեն վերականգնելու, այսինքն սա աննախադեպ է այն առումով, որ հիմա նախադեպ թեմերի առաջնորդը դա վերականգնի, այսինքն մեր եկեղեցական հարցերի ձեզ համար, այսինքն ենթադրենք դուք եք թեմի առաջնորդը։ Ես դատարան չէի տա, որովհետեւ մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուխտը պահենք, չգիտեմ ով ոնց է մտածում ինչ անում, մեր կարգավիճակը ուխտով է եւ այդ ուխտը մենք ընկել ենք Աստծո հետ եւ Սուրբ Էջմիածնի հետ եւ մեր աշխատանքային պայմանագիր չունեք։ Մեր աշխատանքային պայմանագիր չի, մեր հոգեվոր ծառայությունն է։ Այսինքն թուղթ չկա որը։ Թուղթ կարող է լինել, չլինել եւ ամբողջ պատասխանատվությունը հայոց հայրապետի ձեռքն է եւ նշանակումներն էլ հայոց հայրապետի ձեռքն է։ Լավ, ձեզ մի բան պատմեմ։ Այո, Սյունիքից եմ եկել։ Այսօր են ձեզ ասել, որպեսզի ինչպեսին են, ինչպես են իրեն գնահատում այս թեմայի հետ չեմ խոսել, բայց Սյունյաց թեմը հզոր թեմա, իր ժողովուրդն էլ ուժեղ ժողովուրդ է, հայրենասեր եւ հայրենապաշտպան եւ հավատքով ժողովուրդ է։ Սրբազան դուք հիշում եք որևէ սեմիդեր, որ վեհապարի տնօրինությունը վիճակվի դատարան։ Իհարկե ոչ, չեմ։ Նման բան երևի սա առաջին անգամ։ Սրբազան մի ճշտում, էլի կա տեսակետ, որ Արինամյանի եպիսկոպոսի կարգալուծության հարցը չի կարող վեհապարը միանձնյալ լուծել եւ անհրաժեշտ է եպիսկոպոսատ ժողով։ Եպիսկոպոսատ ժողով չէ, եթե դուք հետ գնաք եւ նայեք, Վազգեն վեհապարի շրջանում եղել են կարգալուծության դեպք եպիսկոպոսի, որը որ Գերագույն հոգևոր ժողովրդի որոշման պատեղի եղել։ Այո, եպիսկոպոսի կարգալուծությունը երբեք եւ սա էլ միազնյա չի կայացել։ Ինչպես միանձնյալ։ Ժողովով է եղել։ Դուք ժողովը առաջարկել։ Այո, կարող է առաջարկել, որովհետեւ տեսել է ուխտի խախտում, անհնազանդություն։ Մի ճշտում էլ տնտերեցների թեմայով մենք երկու շաբաթ առաջ ահազանգ ստացանք, որ հենց Սյունիքում կորպուսի հրամանատարը հավաքել էր տնտերեցներին բարենորոգման օրակարգին միանալու հորդորով։ Դրա մասին դուք իմացել եք լրատվամիջոցից, մեր քահանաներից մեկն է խոսել, նույն քահանան ինչ որ լրատվամիջոցներին ասել է, նույնը ասել է ինձ։ Եվ իմ իմանալով խոսակցություններ եղել են այդքանով, ինչքանով որ դուք գիտեք, ես չեմ խոսել կորպուսի հրամանատարի հետ, քան որ ես մեկ էլ չեմ խոսել։ Սրբազան ինչ է ձերով նկատառը, հոգևորական կներեք հոգևորականները հարցի պատը երբ որ արդեն կազմակերպվել են, որտեղ է սպասավորը։ Չէ, տնտերեց չէ, Տեր Ահարոն քահանան։
Գնդերեսները իրենց ծառայության մեջ են, եթե չեմ սխալվում, մեկն էլ շուտով ավարտելու է ծառայությունը։ Հիմա դուք Ավստրիա մեկնելու եք։ Չգիտեմ։ Ձեզ չբացատրելու արգելք կա։ Չգիտեմ։ Կընտրեցի, որ այդ հարցերին չանդրադառնամ։ Տեղի ունենալու ինտերեսները այլևս հրամասիրում չեն լինելու, պաշտպանության նախարարության այդ հրամանից հետո։ Դա այդ հարցի պատասխանը ես չեմ կարող ձեզ տալ, որովհետև բանակը ունի հոգևոր առաջնորդություն, հոգևոր առաջնորդին սպասավորներին պետք է հարցնեք։ Եթե հարց ունեք Սյունիքի թեմի հետ կապված, կընտրեմ։ Չէ, Սյունիքի թեմի չէ, բարենորոգման օրակարգի։ Ինչ է բարենորոգում։ Եկեղեցական խնդիրները, կամ վեհապարը կամայական որոշումներ են կայացնում։ Երբեք կամայական որոշումներ չեմ տեսել։ Չեմ տեսել, բայց ձեր 10 եպիսկոպոս տեսնում է խնդիրները։ Իրենց խնդիրն է։ Իմ աչքերս մեծա չեմ տեսել։